Արմ ռադիոյի ուղիղ եթերում լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանը նախագահի խորհրդական, Հայաստանը միացել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու համաձայնագրին, Եվրախորհրդարանի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Հունաստանի և ԱՄՆ-ի դեսպաններին, ֆինանսների նախարար 2012 թվականին նվազագույն աշխատավարձը չի ավելանա, այժմ այս մասին առավել մանրամասն։ Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին։ Նախագահը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար նրան շնորհակալություն է հայտնել եւ ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Նոր ոստիկանապետի նշանակման կապակցությամբ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համոզմամբ այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի։ Նախագահը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են եւ մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու։ Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի եւ իր նկատմամբ ցուցաբերված վստահության եւ աջակցության համար։ Նա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, ցանկացել բեղմնավոր աշխատանք։ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ կքաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը։ Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին բազմակողմ համաձայնագիրը, որով նախատեսվում է ստեղծել վերլուծական կենտրոն դեպի ծով ելք չունեցող երկրների միջազգային առևտրին առավել ակտիվ ներգրավելու հնարավորությունների ուսումնասիրումը, նրանց առջև ծառացած խնդիրների քննարկմանն ու դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն տրամադրելու գործընթացների ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության միջոցով։ Նշենք, որ նախապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով ողջունում էր միջազգային վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարը։ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգություններին, որոնք հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, եւ որ այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դեսպանը վկայակոչելով ռասիզմի դեմ պայքարի միջազգային ատյանների զեկույցներին ներկաների ուշադրությունն է հրավիրել Բաքվի կողմից հայատյացությունը որպես պետական քարոզչություն հռչակելու փաստերին։ Կարեն Նազարյանը նշել է, որ այդ անընդունելի վարքագիծը քողարկելու համար Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծիքներ, ստեր պարունակող հայտարարություններ, ելույթներ ու նամակներ, եւ որ ռասայական խտրականության դրսևորումներն ու ձևերը վտանգում են վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը, հետեւաբար նաեւ վնասում Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացին։ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամները պատվիրակության ղեկավար Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոխի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշակոթողին եւ լռությամբ հարգեցին 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Եվրոպական խորհրդարանի падգամավորները եղան ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ Եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։ Հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոխը եւ բուլղարացի падգամավոր Եվգենի Կիրիլովը գրառում կատարեցին պատվո հյուրերի հուշամատյանում։ Իր գրառման մեջ Եվգենի Կիրիլովը մասնավորապես նշել է. «Սա հայ ժողովրդի պատմության ողբերգական հուզիչ էջերից է։ Մենք հույս ունենք, որ այն երբեք չի կրկնվի պատմության մեջ»։ Հիշեցնենք, որ բուլղարացի падգամավոր Եվգենի Կիրիլովը հայտնի է Եվրոպական խորհրդարանում անցկացրած հակահայկական թիվ 2216 բանաձևով։ Այդ բանաձևի հեղինակ նույն Կիրիլովը առաջարկել էր Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ եւ հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Կարինթիոսին եւ նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Դովադ Պանինգտոսին։ Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
նույն օրը ընդունել է նաև Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրան ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացված բարեփոխումները։ Պաշտպանության նախարարը դեսպանին համառոտ ներկայացրել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Դեսպան Հեֆերնը նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Իրաքում խաղաղապահ առաքելությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից ցուցաբերված եւ ցուցաբերվող աջակցությունը։ Արդյոք 2012 թվականին աշխատավարձերի, մասնավորապես նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսվում է։ 2009-10 թվականներին Հայաստանում տեղի է ունեցել աշխատավարձերի աճ ընդհանուր տնտեսության մեջ։ Ընթացիկ տարվա ընթացքում միջին աշխատավարձը կազմել է 108,000 դրամ, ասել է ֆինանսների նախարարը։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա այս պայմաններում, երբ տնտեսությունը վերականգնման փուլում է, ճիշտ կլինի բիզնեսի վրա այդպիսի բեռ դնել։ Այլ կերպ ասած, նվազագույն աշխատավարձի ավելացում ակնկալել պետք չէ։ Եթե մենք նվազագույն աշխատավարձի աճ ենթադրենք, ապա դա կարող է որոշակիորեն խաթարել տնտեսական աճը։ Այս առումով նպատակահարմար չենք գտնում նվազագույն աշխատավարձն այս պահին բարձրացնել, նշել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Շնորհակալություն Ժիրայր։ FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է, ձեզ հետ է Արտակ Մուրադյանը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Ոչ մի թեժ աշուն եւ ոչ մի հակաիշխանական շարժում։ Բողոքը ոչ թե Ռոբշին ընկերության դեմ է, այլ բնապահպանության նախարարության, թռչկանի ջրվեժի ոդիսականի շարունակությունը։ Հետիոտների խախտումները ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Քաղաքական աշունը թեժ չէ եւ չի լինելու, եթե չգումարվեն սոցիալ-տնտեսական հարցերը։ Նման կարծիքի է Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նաև պնդում է, որ իշխանական թևում պաշտոնյաների փոփոխությունները պայմանավորված են նախընտրական փուլին նախապատրաստվելով։ Ազգային ժողովի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Դավթյանի կարծիքով էլ ոչ մի հակաիշխանական շարժում չի ձևավորվի։ Քաղաքական գործընթացները առաջ են գնում բնականon հունով։ Արդեն սովորական է դարձել, որ մինչ ընտրությունները իշխող կուսակցությունները փորձում են իրենց ուժերն առավել միավորել։ Խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում օրինաչափ գործընթացներ են տեղի ունենում, նշեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Նման մարտավարություն է ընդունել նաև հանրապետական կուսակցությունը, կենտրոնացնելով իր ռեսուրսները։ Այդ մասն են վկայում իշխանական թևում պաշտոնյաների փոփոխությունները, համոզված է Արամ Կարապետյանը։ Շատ հանգիստ մեր համար հասկանալի process է, որևէ նոր բան չկա, կարելի է ենթադրել, որ ինչ-որ շատ այդ պաշտպանություններից շարունակվի, մեկ-մեկ լինում են անհասկանալի, այսինքն դեպքեր, եւ ինչպես Կարեն Կարապետյանի հրաժարականը քաղաքապետի, որը հետ նախատեսված չէր։ Նոր ժամանակներ կուսակցության նախագահը իրական չհամարեց այն խոսակցությունները, թե իբր պաշտոնյաների փոփոխությունները կապված են երկրորդ եւ երրորդ նախագահների միջև առկա հնարավոր լարվածության հետ։ Իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը ընդհանրապես չցանկացավ մեկնաբանել պաշտոնյաների փոփոխությունները, նշելով, որ պետք չէ գործընթացներին սուր հնչեղություն հաղորդել։ Կյանքը ինքը ավելի գունեղ եւ ավելի բազմազան է, քան այն, ինչ պլանավորվում կամ այն, ինչ ենթադրվում է։ Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանի հետ կապված այդ զարգացումները ավելի սուր են ընկալվում, քան եթե նմանատիպ երևույթներ լինեին, ասենք 1 տարի առաջ կամ նույնիսկ 6 ամիս առաջ։ Քաղաքական աշունը թեժ չեղավ եւ չի լինելու, նշեց Արամ Կարապետյանը, սակայն չբացառեց, որ կարող է հզոր հակաիշխանական շարժում ձևավորվել, եթե քաղաքական գործընթացներին գումարվեն սոցիալ-տնտեսական խնդիրները, հաշվի առնելով այն, որ ճգնաժամի երկրորդ ալիք է սպասվում։ Արտակ Դավթյանը շտապեց հակադարձել։ Թույլ տվեք ես ինձ վրա պատասխանատվություն վերցնեմ եւ ասել, որ այն, ինչ կատարվեց 2009 թվականին, չի կատարվի, ինչի համար, որովհետև մենք բավականաչափ լուրջ դասեր քաղել ենք, մենք ունենք նաև կուտակված բավականաչափ ռեսուրսներ եւ կարծում եմ Աստված մեզ այնքան իմաստություն ու շնորհք է տվել, որ այլևս իհարկե նույն փոცხի վրա երկրորդ անգամ ուղղակի ոտներս չդնենք։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների Նոր ժամանակներ կուսակցության մասնակցությանը, ապա Արամ Կարապետյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ կմասնակցեն միայնակ ու մասնավորեցրեց հնարավոր ձևաչափը։ Արդեն ասել եմ, մեր ուժը ինքնուրույն շարունակում է իր գործընթացները, բանակցություններ
փաստացիորեն որևէ մեկի հետ հիմա չի վարում, կարող եմ ասել ինչու, որովհետև Հայաստանում փաստացիորեն ուժեր, որոնք գտնվում են 3 նախագահների եռանկյունից դուրս, չկա։ Այսինքն, կամ, բայց քիչ է, շատ քիչ է։ Բայց ես կարծում եմ, չգիտեմ, իմ տպավորությամբ վայրեվերումներ կլներ, ինչ որ ուժեր կհայտնվեն։ Քանի որ ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է ծանրակշիռ զանգված ունենալ, քաղաքական գործիչների կարծիքով ընտրողների վստահությունը ձեռք բերելու համար պետք է առաջնային համարել գաղափարական պայքարը։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Ժառանգություն կուսակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ։ Կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը նշեց, որ առավել նպատակահարմար է, երբ ընտրություններից առաջ կուսակցությունները միավորվում են եւ կենտրոնացնում իրենց ուժերը։ Նա հաստատեց օրեր առաջ իր կուսակից Արմեն Մարտիրոսյանի հնչեցրած այն միտքը, որ ժառանգությունը կարող է մերան դառնալ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջև։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Համլետ Հարությունյանն էլ նշեց, որ քաղաքական ուժերի միավորումները չպետք է լինեն աննպատակ, անհրաժեշտ է հաշվի առնել գաղափարական մոտեցումները։ Իշխանական կուսակցությունները իրենց մարտավարությունն են մշակում, ընդդիմության դաշտը իր մարտավարությունն է մշակում։ Ուղղակի կա տարբերություն, ես կարծում եմ, որ այսօրվա վիճակով դեռ չի պարզվել, ասենք, այդ քաղաքական դաշտի կոնտուրները, ասենք, ընդդիմությունը ինչպես է ներկայացված լինելու, մնացած կուսակցությունները ինչպես են գնալու։ Իհարկե, ՀԱԿ-ի առաջնորդի եւ ՀՀՇ-ի գաղափարախոսության եւ ժառանգության գաղափարախոսության միջև էական տարբերություն կա։ Որ ընդդիմադիր դաշտում հնարավոր է համագործակցություն տարբեր գաղափարական թևերի միջև միայն այն տեսակետից, որ նրանք գտնվում են նույն ընդդիմադիր դաշտում, ընդդեմ իշխանափոխության, ընդդեմ իշխանության։ Դա չի նշանակում, որ մենք պետք է գնանք կոմպրոմիսի գաղափարական հարցերում։ Դուք լսեցիք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Համլետ Հարությունյանի եւ Ժառանգություն կուսակցության անդամ Կարինե Հակոբյանի մեկնաբանությունները։ Սրճկանի խնդիրը վերջնական լուծված կհամարվի միայն այն ժամանակ, երբ ուժը կորցրած կճանաչվի հողերի կատեգորիան փոխելու մասին կառավարության ընդունած որոշումը։ Այն է Լոռու մարզի Մեծ Պարնու գյուղական համայնքի պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության 1 հեկտար այլ հողեր փոխադրվել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա, հեկի եւ օժանդակ կառույցների շինարարության համար։ Հեկի շինարարական աշխատանքներն իրականացնող Ռոբշին ընկերությունը 3 հայտարարություն էր տարածել շինարարության կանգնեցման մասին։ Սակայն Պահպանենք թռչկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները նոյեմբերի 1-ին բնապահպանության նախարարության մոտ կազմակերպած ցույցի ժամանակ հայտարարել են, որ դա դեռ չի նշանակում, թե խնդիրը վերջնական դրական լուծում է ստացել։ Ցույցի երթի ենք եկել։ Ցույցի երթի ենք եկել։ Մեր բողոք կպիտ հայտնենք։ Մեր բողոք կպիտ հայտնենք։ Ու թռչկանը ետառնենք։ Ու թռչկանը ետառնենք։ Բնապահպան նախարար։ Բնապահպան նախարար։ Շուտ ու լուծում մի արդար։ Շուտ ու լուծում մի արդար։ Դե չեկտան կատարան։ Դե չեկտան կատարան։ Եվ ունենաս մեծ խարան։ Եվ ունենաս մեծ խարան։ Ռոբշին մոբշին չգիտենք։ Ռոբշին չգիտենք։ Մեր թռչկանը ետ կուզենք։ Մեր թռչկանը ետ կուզենք։ Ինչքան պետք է կկանգնենք։ Ինչքան պետք է կկանգնենք։ Բայց այս հարցը կլուծենք։ Բայց այս հարցը կլուծենք։ Թռչկան, թռչկան։ Մեր բողոքը ոչ թե Ռոբշին ընկերության դեմ է, այլ բնապահպանության նախարարության, որը կոչված է պահպանելու ջրվեժը, ոչ թե քանդելու։ Հայտարարում է բնապահպանության նախարարության շենքի մոտ հավաքված Պահպանենք թռչկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից մեկը՝ Լևոն Գալստյանը։ Վերջինը բարձրաձայնելով նախաձեռնության դիրքորոշումը հայտարարում է, որ համամիտ չեն նախարարության առաջարկած 400 լիտր ջրի առաջարկին։ Այդ հարցը միանշանակ է մեր կողմից, հա։ Իրանք որոշել են, որ թռչկանին 400 լիտր ջուր է հերիք է։ Մենք որոշել ենք, որ թռչկանը պետք է լինի բնաստեղծ տեսքով, ոնց որ ստեղծել է բնությունը, ասված է ստեղծել։ Քաղաքացիական նախաձեռնության անդամները բնապահպանության նախարարությունից պահանջում են նաև ջրվեժին տալ նախկին կարգավիճակը կամ համապատասխան մասնագիտական եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո հողատարածքը ամբողջությամբ կամ մասնակի ներառեն բնության ջրագրման հուշարձան համարվող թռչկանի ջրվեժին պատկանող պահպանվող գոտում։ Նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը անօրինական է համարում այն, որ ջրվեժը անձնագիր չունի։ Պետք է անպայման գործադիր է իդեմս բնապահպանության նախարարության սահմաններ անձնագիր բոլոր չափանիշները
օրինակ չափորոշիչները նշեր, ջրվեժի եւ տարածքի եւ սահմաններ պահպանման ռեժիմ, որովհետեւ հիմա նոնսենս է ստացվում, եթե ռոբշինը շինարարություն է կատարում էր, թռչկան ջրվեժի որպես բնության հուշարձանի տարածք սահմանները ճշգրտված չեն։ Հայտնի չէր ինքը որ հատվածում է դա անում։ Պահպանենք թռչկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օրերս նաև ստորագրահավաք են կազմակերպել։ Այն շարունակվելու է նաև հաջորդ շաբաթվա ընթացքում։ Այս պահի դրությամբ արդեն կա ավելի քան 5000 մարդու ստորագրություն։ Նախաձեռնության անդամները հայտարարում են, որ հաստատակամ են եւ շարունակելու են պայքարը մինչեւ խնդրի դրական լուծումը։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Հավելենք, որ բնապահպանության նախարարությունից պարզաբանումներ տալու համար բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն այդպես էլ մնաց անպատասխան։ Նախարարությունից ոչ ոք դուրս չի եկել եւ որևէ պատասխան չի տվել։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ 2010 թվականի համեմատությամբ 10%-ով ավելացել է ավտոճանապարհային պատահարները։ Բանախոսը ներկայացրել է վերջին 10 ամիսների ընթացքում պետական հաշվառման վերցված ճանապարհային պատահարների վիճակագրությունը եւ անդրադարձել ոլորտում սպասվող բարեփոխումներին։ Մանրամասնում է Նունե Ավետիսյանը։ 2011 թվականին ավտոճանապարհային վթարները նախորդ տարվա համեմատ 1285-ով ավելացել է։ Այս մասին տեղեկացրեց Նորիկ Սարգսյանը, հավաստիացնելով, որ այս ցուցանիշի նկատելի աճը պայմանավորված չէ ԱՊԱ-ի ներդրումով։ Եթե նախկինում վթարի ենթարկված մեքենայի վարորդը լքում էր դեպքի վայրը, ապա այսօր նրանք նախընտրում են օգտվել ԱՊԱ-ի ծառայությունից։ Այս պատճառով ըստ Նորիկ Սարգսյանի ոչ մի պատահար դուրս չի մնում հաշվառումից։ Բանախոսը ներկայացրեց հաշվառված մեքենաների վիճակագրությունը։ 2011 թվականի անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 1866 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել են 249 եւ մարմնական վնասվածքներ ստացել 2734 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանի Հանրապետությունում աճել է 254-ով, զոհերի թիվը 24-ով, վիրավորների թիվը 531-ով։ Ի տարբերություն ավտոճանապարհային վթարների, վրաերթերի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է։ 2010 թվականին գրանցվել է 175 վրաերթ, որոնցից 12-ը մահվան ելքով։ Այս տարի գրանցվել է 5 զոհ, 10 ամիսների ընթացքում 8067 հետիոտի նկատմամբ տուգանք է կիրառվել։ Չնայած սրան, մեր համակարգացիները շարունակ խախտումներ են թույլ տալիս ու նույնիսկ խոստովանում դա։ Իհարկե հետևում եմ։ Իսկ միշտ եք հետևում։ Միշտ։ Մեկ-մեկ անցնում եմ, էլի ասենք կենտրոնական փողոցները չէ, այնց սովորականները, տեսնում ենք մեքենա չկա, անցնում ենք։ Շատ ժամանակ ասենք կնցա որ կանոնները խախտում եմ մեկը ես։ Իսկ ինչու չեք հետևում։ Դե առօրյա կյանքից տենց ձելնել եմ, էլի, եւ տենց մի քիչ վրազ եմ մնում, կամ անհամբեր եմ մնում։ Նորիկ Սարգսյանը շեշտեց, որ եթե չլինեին հետիոտների կողմից թույլ տվող խախտումները, ապա մոտ 50%-ով կկրճատվեր ճանապարհային պատահարները։ Արգելի քաղաքացի, ճանապարհը հատուկ հետիոտային անցումներից։ Մի բացել կանոնները։ Բանախոսը հավելեց նաև, որ ճանապարհային պատահարների կրճատման, ինչպես նաև վարորդների կողմից կատարվող խախտումները արձանագրելու համար մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի մի քանի փողոցներում կտեղադրվեն դիտարկվող տեսախցիկներ, որոնց միջոցով աշխատակիցը դիտարկման կենտրոնից հսկելու եւ ֆիքսելու է խախտումը։ Փողոցներում տեսանկարահանող եւ արագություն ֆիքսող այդ տեխնիկական միջոցների տեղադրման գործընթացը արդեն իսկ սկսվել է, մոտ օրերս մեկ խաչմերուկում փորձնական տեղադրվելու է դիտարկման տեսախցիկներ եւ նախատեսված է մինչեւ տարվա վերջ մայրաքաղաքում միայն 10 բանուկ խաչմերուկներում տեղադրվելու են դիտարկման տեսախցիկներ եւ 15 վայրերում տեղադրվելու են արագաչափ սարքեր։ Նորիկ Սարգսյանը հավելեց, որ տեսախցիկները տեղադրելուց անմիջապես հետո հանրությունը կտեղեկացվի, թե որ փողոցներում են դրանք գործում։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ FM 107-ի եթերում Arm ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Թուրքիայում ամերիկյան ռադարի տեղակայումն ու դրա նպատակները։ Ներկրվում է գյուղտեխնիկա, իսկ գյուղացին շարունակում սեփական միջոցներով աշխատել։ Գրիպի սեզոնը մեկնարկել է։ Այժմ այս մասին առավել մանրամասն։
Նոյեմբերի 1-ին մեկնարկում է Աֆղանստանի հարցերով Ստամբուլյան կոնֆերանսը, որի շրջանակում անցկացվելու է թուրք-աֆղանա-պակիստանական գագաթնաժողով նախագահ Աբդուլլահ Գյուլի մասնակցությամբ։ Ինքը կոնֆերանսը նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Հնդկաստանի ու Պակիստանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Նրանք քննարկելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոնի առաջարկած նոր մետաքսե ուղի նախագիծը։ Դրա շարավիղն է Կենտրոնական Ասիայից մինչև Հնդկաստան ընկած տարածությունը։ Կոնֆերանսի խնդիրներն առավել քան արդիական են։ Ինտեգրման ամրապնդումն այս ընդարձակ տարածաշրջանում կօգներ լուծել Աֆղանստանի խնդիրները, իսկ այս երկրում կայունության ամրապնդումն իր հերթին բազմաթիվ խոչընդոտներ կվերացներ տարածաշրջանային ինտեգրման համար, նշում է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Այս սխեմայում առանձնահատուկ տեղ կարող է խաղալ Թուրքիան, սակայն որոշ հանգամանքներ կան, որոնք այս երկրի առաքելությունը նախագծում կասկածի տակ են դնում։ Ամերիկացիների առաջարկած նախագիծը տրամաբանորեն կապում է Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի առաջիկա դուրսբերմանը 2014 թվականին։ Օրինակ ԱՄՆ պետդեպարտամենտի Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարկ Գրոսմանը կարծում է, որ խոսքը գնում է ԱՄՆ հարաբերությունների ուղենիշի փոփոխման մասին, տարածաշրջանի բոլոր պետությունների հետ փոխհարաբերությունների նոր բնույթի մասին։ Փորձագետների կարծիքով այդ նոր ռազմավարությունը շատ չի տարբերվում ԱՄՆ-ի մշտական գերխնդրից, այն է պահպանել ազդեցությունը տարածաշրջանում, որը Մերձավոր Արևելքում կատարվող վերջին իրադարձությունների լույսի ներքո կարող է թուլանալ։ Այս մասին է փաստում նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Հայտնի է, որ կամաց ամերիկյան ազդեցությունը Եգիպտոսի վրա կարծես թե ավելի թուլանում է։ Եգիպտոսում հնարավորություն կա, որ կգան իշխանության իսլամամետ ուժերը։ Սիրիայում չի բացառվում, որ նույնպես տեղի ունենան այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն տարածաշրջանում իսլամամետ ուժերի ավելի ակտիվացմանը։ Եվ այս պայմաններում իհարկե Իրանի դիրքերը որպես մի պետություն, որը օգնություն է ցույց տալիս բոլոր իսլամամետ ուժերին, կարող է դիրքերը Իրանի ուժեղանան եւ սա մտահոգություն է առաջացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտ եւ չի կարելի բացառել, որ մոտակա ապագայում, այսպես ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար խիստ կարևոր է դառնում տարածաշրջանում զարգացումներ այնպես փուլով փորձել առաջ տանել, որոնք իր շահերին հնարավորինս քիչ է հարվածել։ Օրերս Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Այդին Սեզգինը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև տարաձայնությունների շուտափույթ կարգավորման հույս ունի։ Դեսպան Սեզգինը հավաստիացնում է, որ Թուրքիան ջանքեր է գործադրելու օպտիմալ ձևաչափ մշակելու համար, որը կարող է հաշվի առնել ինչպես ՆԱՏՕ-ի շահերը, այնպես էլ այն մտավախությունները, որոնք առաջ է քաշում Ռուսաստանը։ Փորձագետները նշում են, որ ամերիկյան ռադարի տեղադրումը Թուրքիայում յուրատեսակ քաղաքական մարտահրավեր է դարձել, քանի որ Մոսկվային կատարված փաստի առջև են կանգնեցրել։ Ճիշտ է, դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը հավաստիացրել է, որ ընդհանուր առմամբ Եվրոպայի ու մասնավորապես Թուրքիայում ռադարի տեղակայման հիմնական նպատակն է հրթիռային վտանգից պաշտպանությունը, որ գալիս է Իրանի կողմից։ Մինչ այդ հայտնի է, որ Թուրքիան ավելի վաղ հանդես է գալիս Իրանի ու Արևմուտքի միջև երկխոսության հաստատման միջնորդի դերում։ Ստացվում է, որ նաև այս առաքելությունը կարող է զոհաբերել Վաշինգտոնի շահերին, իսկ ահաբուն ՀՊՀ-ի խնդրի շուրջ Անկարան փակուղու մեջ է հայտնվել, կարծում են բազմաթիվ փորձագետներ, ու դրանից ելքը Անկարան տեսնում է Չիկագոյում կայանալի Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովին համաձայնության ձեռքբերման հնարավորությունը։ Վաշինգտոնը նախկինի պես գերադասում է չպայմանավորվել այլ երկրների հետ համատեղ գործողությունների մասին, այլ իրենց փաստի առջև կանգնեցնել։ Ու մինչև այս քաղաքականությունը չփոխվի, ամենայն հավանականությամբ բոլոր այն նախագծերը, որտեղ ԱՄՆ-ն կոչ է անում տարածաշրջանի երկրներին քաղաքական վստահության համակարգի ձևավորման, ապարդյուն են լինելու։ Անի Գյուրջինյան, Արմրադիո։ Արմրադիոյի ստուդիայում այսօր զրուցելու ենք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Շաքարյան, եւ այսպես Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին կուրսի փոփոխությունը ինչով է պայմանավորվում։ Նախ եւ առաջ դա կապված է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման process-ի հետ, որին հետևելու է, ինչպես գիտեք, նաև Աֆղանստանի զորքերի դուրսբերումը։ Սա բավականին շատ բան է փոխում։ Սրանք կարող ենք նաև հավելել արաբական գարնան արդյունքները եւ արաբական մի շարք երկրների վարչակարգերի արդեն փոփոխությունը եւ պոտենցիալ փոփոխությունները։ Սրանք բնականաբար վերափոխում են քարտեզը, սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ արմատական կերպով ամերիկյան քաղաքականության
փոփոխություն չի լինի։ Այսինքն Ամերիկան մեկը կփորձի աշխատել հենց այն ուղղությունների վրա, որը նա համարում էր ճիշտ եւ իրական։ Այսինքն այստեղ գնում է Իսրայելի շահերի պաշտպանությունը, Իրանին արգելակումը, որպեսզի նա չկարողանա միջուկային զենք ունենա, եւ արաբական երկրների հետ հնարավորինս առողջ երկխոսության սկզբնավորումը, որը նախագահ Բարակ Օբաման փորձեց անել, երբ որ առաջի անգամ հենց այս կատարեց Մերձավոր Արևելք, որը այդքան էլ չստացվեց, այսօր փորձում են երկրորդ անգամ այն սկսել։ Պարոն Շաքարյան, մենք դեռ կանդրադառնանք Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակից Մերձարևելքում Թուրքիայի մասին է խոսքը փոփոխություններին, տարածաշրջանում դերի նշանակությանը, բայց մինչ դա ես կուզենայի շատ հակիրճ խոսեինք այսօր մեկնարկող Աֆղանստանի հարցերով Ստամբուլյան այդ կոնֆերանսի մասին, որի շրջանակներում նաև անցկացվելու է թուրք-աֆղանա-պակիստանական գագաթնաժողով նախագահ Աբդուլլա Գյուլի մասնակցությամբ։ Ինչ է իրենից հետապնդում, ինչ նպատակներ է իրականում ըստ էության իր մեջ պարունակում այս կոնֆերանսը։ Դե այս կոնֆերանսը եւ հատկապես այն, որ դա տեղի ունենում Ստամբուլում եւս մեկ անգամ ներողություն նորից ականատեսնենք Միացյալ Նահանգների շահերի սպասարկմանը Թուրքիայի կողմից, թե Չէ, ես կասեի նորից ականատեսնենք նրան, որ Թուրքիան փորձում է դառնալ ակտիվ միջնորդ Մերձավոր Արևելյան կամ ընդհանուր արևելյան խնդիրներում եւ ցույց տալու արևմուտքին, որ առանց Թուրքիայի արևելքում գործանելը շատ բարդ կլինի թե ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, թե ընդհանրապես արևմուտքը։ Ես կարծում եմ, որ կոնֆերանսը ավելի շատ փորձում է նախապատրաստել օր երկուսը, այսինքն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ինչ տեղի կունենա Աֆղանստանի եւ Պակիստանի պայթյունավտանգ գոտիում, եւ Թուրքիան փորձում է ստանձնել է նախաձեռնությունը, որովհետեւ հենց այսօր էլ ՆԱՏՕ-ի Աֆղանստանում ներկայացությունում Թուրքիան ամենաեական դերն ունի, որովհետև լինելով մահմեդական, թուրք գեներալներն են կարողանում համագործակցել աֆղանների հետ։ Նրանց վստահում են աֆղանները որպես մահմեդականը մահմեդականի։ Եվ Թուրքիան Աֆղանստանում շատ էական դերակատարում ունի։ Ուստի իրոք առանց Թուրքիայի միջնորդության Միացյալ Նահանգները Աֆղանստանում, ՆԱՏՕ-ն Աֆղանստանում շատ քիչ բան կարող անել եւ հետագայում, եթե մենք խոսում ենք օր երկուսի մասին, օր երկուս առանց Թուրքիայի Աֆղանստանում պատկերացնելը մի քիչ բարդ է։ Ինչ գնահատական կտայիք այ նահանգների հայտարարությունը 2014 թվականը մինչև Աֆղանստանից զորքերը դուրս հանելու հետ կապված։ Ես կարծում եմ, որ սա մի քիչ նախընտրական քարոզարշավ է, որովհետև գիտենք Միացյալ Նահանգներում արդեն մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը գործողությանը Թուրքիայի դերի մասով։ Այսօր Միացյալ Նահանգներում հակապատերազմական տրամադրություններ են, ուստի այս Աֆղանստանից դուրսբերումը զուտ քարոզչական նպատակներ ունի։ Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները իրապես մինչև 2014 թիվը իր բոլոր զինվորներին հանեն դուրս։ Հնարավոր է process-ը սկսի։ Բնականաբար, եթե process-ը իրականում սկսի, ապա հենց թուրք զինվորներն են առաջին հերթին, ՆԱՏՕ-ի զինվորներից նրանք, ովքեր վերջինը դուրս կգան Աֆղանստանից կամ ում կարելի կլինի փոխանցել Աֆղանստանում տիրող իրավիճակի կարգուկանոնի պահպանման վստահելիությունը։ Ինչը եւս մեկ անգամ կփաստի Թուրքիայի դերակատարման աճի մասին Աֆղանստանում։ Ի վերջո գանք արդեն Թուրքիայի դերին ու նշանակությանը տարածաշրջանում, ինչպես արդեն փաստեցիք, որ սա եւս մեկ քայլ է, ականատեսնենք Թուրքիայի առավել անսասան, առավել կայուն հիմքերը ել ավելի ամրացնելու տարածաշրջանում եւ իրապես հանդես գալու որպես միջնորդ Իրանի եւ Արևմուտքի միջև, ինչ կասեք այս առումով եւ արդյոք իսկապես Իրանը վստահում էր Թուրքիային Միացյալ Նահանգների հետ միջնորդության այդ նախահարձակության առումով։ Ես կասեմ, որ ի սկզբանե այդ Իրան-Արևմուտք երկխոսությունը Թուրքիայի միջնորդությամբ շոու էր եւ երեք մասնակիցներն է թե Արևմուտքը, թե Իրանը, թե Թուրքիան քաջ գիտակցում էին, որ սա շոու է, հանուն շոուի, որովհետեւ Արևմուտքը ինքը դեռ պատրաստ չի Իրանի հետ գնալ ինչ-ինչ բանակցությունների եւ բնականաբար եթե դա ցանկանա անի, ապա Թուրքիայի միջնորդությունը բնավ նրան պետք չի։ Իրանը ի սկզբանե չի վստահում Թուրքիային
քաջ գիտակցելով, որ Թուրքիան խորքային առումով մրցակից է Իրանին տարածաշրջանում, եթե թե խոսենք թե Հարավային Կովկասի մասին, թե Մերձավոր Արևելքի մասին, եւ որ Թուրքիայի հենց թիվ 1 նպատակն է չթողնել Իրանին դառնալ մի միջուկային պետություն։ Եվ Թուրքիան քաջ գիտակցելով, որ թե Արևմուտքը, թե Իրան չեն վստահում, նա պարզապես այս միջնորդությունը այսպիսի լայն թափով բեմադրություն էր անում, որպեսզի պարզապես աշխարհի մյուս պետություններին համոզի, որ ինքը իրոք կարևոր միջնորդ երկիր է։ Սա Թուրքիա արտաքին գործերի նախարար Դավութօղլուի լավագույն ոճով է, որ էականը ոչ թե արդյունքն է, այլ process-ը։ Էականը ոչ թե վերջնարդյունքն է, այլ process-ի ընթացքում ստացած դիվիդենդները, որը շատ խորիմաստ եւ իմաստուն արտաքին քաղաքականություն է։ Տեսեք, Միացյալ Նահանգները Թուրքիայում պետք է ՀՀՊ հակահրթիռային պաշտպանության ռադարներ տեղակայի։ Իրանը գիտի այդ մասին։ Բոլորին հայտնի է, որ դա ուղղված է Իրանից անվտանգության մեղմացմանը եւ պաշտպանվածությանը։ Հետևաբար Իրանը քաջատեղյակ լինելով ի վերջո, եթե վերլուծենք Իրանի տեսակետից ինչով է բացատրվում այսպես ցուցադրաբար Թուրքիայի հանդեպ վստահությունը որպես միջնորդ։ Թուրքիան եւ Իրանը քանիցս նահանգները հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մեր մտերմագույն դաշնակիցն է Թուրքիան եւ դրանով փաստել է վերանշվածը։ Թե Թուրքիան, թե Իրանը Մերձավոր Արևելքում ունեն թիվ 1 արտաքին քաղաքական նպատակ դառնալ արաբական աշխարհի առաջնորդ։ Մինչև վերջի ժամանակներս Իրանն էր անսասան առաջնորդը, որը մեծ հարթակներից բարձրաձայնում էր Իսրայելի վատպետություն լինելը, քննադատում էր Իսրայելին, ձայներ էր հավաքում արաբական աշխարհում։ Մենք տեսնում ենք, որ վերջի տարիներին այս մենաշնորհը Իրանի ձեռքից վերցրել է Թուրքիան։ Այսօր Թուրքիայի ղեկավարները նույնպես քննադատում են Իսրայելին, կոչ են անում արաբներին միավորվել, ուստի արդեն կա մրցակցություն։ Եթե խոսենք ինչու Իրանը այս ամենը իմանալով վստահեց Թուրքիային այս միջուկային գործընթացի հարցում, ապա այստեղ նույնպես հաշվարկը շատ պարզ է։ Իրանին պետք է հնարավորինս շատ ժամանակ ձգել։ Ինչու՞։ Որտեվ նա գնում է դեպի միջուկային եւ նրան պետք է եւս մի քանի տարի, որպեսզի ավելի մոտ լինի միջուկային գործընթացը ավարտին հասցնելու համար։ Իսկ նա պարզապես ժամանակ է շահում։ Ուստի Թուրքիայի միջնորդությամբ եւս մի քանի ամիս շահելը արևմուտքից Իրանին բնականաբար ձեռնտույր եւ քաջապես իմանալով, որ ի վերջո Թուրքիան վստահելի գործընկեր չէ եւ ի վերջո այս process-ը չի բերելու որևէ արդյունքի, Իրանը շատ մեծ սիրով մտավ process-ի մեջ։ Պարոն Շաքարյան, Միացյալ Նահանգները Թուրքիայի միջոցով ինչի է ուզում հասնել Մերձավոր Արևելքում։ Ուզում է կառավարելի վերահսկելի արաբական աշխարհ ունենալ։ Ուզում է, որ ապագայում սեպտեմբերի 11 չկրկնվի արաբական աշխարհի ձեռքով։ Այսինքն սա ուղղված չէ միայն Իրանի դեմ։ Սա ուղղված է միայն Իրանի դեմ, որովհետև այսօր արաբական աշխարհի ոչ ֆորմալ առաջնորդը Իրանն է, մինչև վերջերս։ Եվ այն հակաամերիկյան ուղղվածություն ունեցող արաբական երկրները հիմնականում Իրանին էին նայում, Իրանին էին ծափահարում, Իրանին էին ողջունում եւ Իրանն էր ծնում այդ երկրները։ Այսօր Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի, ինչպես նաեւ կասեի Իսրայելի համագործակցությամբ Թուրքիան է գնում առաջին պլանում այս խաղի մեջ եւ ստացվում է այնինչ ինչեւ պետք էր ապացուցել, որ Իրանը գնում է հետին պլան եւ արաբական երկրները ավելի շատ ընկնում են Թուրքիայի ազդեցության տակ, ինչը նաեւ ոչ ուղղակի կերպով նշանակում է ընկնում են Միացյալ Նահանգների ազդեցության տակ։ Տեսեք, տարիներ առաջ իսրայելա-իրանական հակամարտությունը, հիշենք Նեջադի հայտարարությունները, աշխարհահռչակ, հիմա թուրք-իսրայելական կոնֆլիկտը, արդյոք չի բարդացնում այդ արտաքին կուրսը նահանգների, հաշվի առնելով այս հակամարտությունները, առավելապես թուրք-իսրայելական։ Եվ վերջո հաշվի առնենք, որ մի կես աստիճանով շատ ավելի մոտ մտերիմ գործընկեր է Իսրայելը նահանգների համար, քան Թուրքիան։ Ես կասեի, որ թուրք-իսրայելական այսօրվա բախումը, առճակատումը խորքային առումով երկարատև չէ։ Թե թուրքերը, թե Իսրայելը ունեն համանման արտաքին քաղաքական խնդիրներ Մերձավոր Արևելքում, նրանք ունեն երկարաժամկետ առումով
համանման նպատակներ ու ծրագրեր, ուստի նրանք ռազմավարական առումով գործընկերներ են։ Մինչև վերջերս չնայած ամբողջ աշխարհը գիտեր, թե Թուրքիան եւ Իսրայելը հակամարտության մեջ էր, բայց նրանք անցկացնում էին համատեղ զորավարժություններ։ Այսինքն այս թուրք-իսրայելական ճգնաժամը ավելի շատ ցույց են տալիս արաբական երկրների համար, որպեսզի արաբական երկրները սկսեն վստահել Թուրքիային, սկսեն ընկալել Թուրքիային որպես արաբական երկրների շահերի պաշտպան եւ գան Թուրքիա ազդեցության տակ։ Այսօր պարզված փաստ է, որ եթե 20 տարի առաջ սոցհարցումներով Թուրքիան միանշանակ ընկալվում էր որպես Միացյալ Նահանգների ժանդարմ, միանշանակ ընկալվում էր որպես ոչ վստահելի երկիր, ապա այսօր այդ երկրների բնակչության մոտ 80%-ը վստահում է Թուրքիային։ Այսօր նորածին երեխաներին անվանակոչում էին Թուրքիայի ղեկավարների անունով։ Այսօր Թուրքիան արաբական երկրների մեծ մասի թիվ 1 առևտրային գործընկերն է։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որտեղ կա առևտրատնտեսական սերտ համագործակցություն, ապա ընթացքում այդ համագործակցությունը վերափոխվում է ազդեցության։ Պարոն Շաքարյան, ես ուզում եմ մեջբերել փորձագետների խոսքերը, որոնք նշում են, որ ամերիկյան ռադարի տեղադրումը Թուրքիայում յուրատեսակ քաղաքական մարտահրավեր է դարձել, քանի որ Մոսկվային կատարված փաստի առջև են կանգնեցրել։ Հետևաբար այդուհանդերձ Վաշինգտոնը հավաստիացրել է, որ ընդհանուր առմամբ Եվրո-ՀՊՀ-ի այդ տեղակայումը, մասնավորապես Թուրքիայում, նպատակ է հետապնդում հրթիռային վտանգից պաշտպանվել, որը գալիս է Իրանի կողմից։ Ես կուզենայի ձեր վերլուծությունը լսել հատկապես Ռուսաստանի անհանգստության հետ կապված։ Կա մտավախություն եւ իրապես սա ուղղված է ոչ միայն Իրանին, այլ նաեւ որոշակիորեն Ռուսաստանի դեմ։ Ինչ կասեք այս առումով։ Ես կասեի, որ Ռուսաստանը ավելի շատ ոչ թե անհանգստացած նրանից, որ այդ ռադարները հնարավոր է վերահսկեն Ռուսաստանից եկող մարտահրավերներ, այլ նրանից, որ ինքը վերջում է իմացել, որ նրան, ինչպես դուք նշեցիք, կանգնացրել են փաստի առաջ, որպես գործոն հաշվի չեն առել։ Հա, որովհետև այսքանի տարի է Օբաման, Մեդվեդևը խոսում են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերասկսումից, ռեստարտից, որ մենք իրար վստահում ենք, մենք իրար հետ աշխատում ենք, ամեն ինչ որոշում ենք իրար հետ միասին ու հաստորեն ամենաէական հարցում, ռադարի տեղակայման հարցում Մոսկվան իմանում է նորություններից։ Հենց այս իրավիճակից է, որ Մոսկվան անհանգստացած է եւ քանի որ Մոսկվան նաեւ ազդեցություն ունի Թուրքիայի վրա իր առևտրատնտեսական գործոններով, ապա Թուրքիան այսօր իրոք երկընտրանքի առջև է, որտեղ մի կողմից տարիների արդյունքում ստեղծված իր վարկանիշ արաբական աշխարհում եւ Ռուսաստանի մոտ որպես այլևս Ամերիկային չծառայող երկիր, մյուս կողմից իրոք շանս ցույց տալու արևմուտքին, որ առանց Թուրքիայի արևելքում որևէ քայլ անել հնարավոր չէ։ Ուստի ես կարծում եմ Թուրքիան այսօր կսպասի, որ մինչև Վաշինգտոնն ու Մոսկվան իրար հետ հարցերը լուծեն, իրար հետ հասնեն ինչ-ինչ համաձայնության, նոր ինքը ավելի դյուրին կերպով իր համաձայնությունը արդեն վերջնական տա եւ տեղակայի ռադարները, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ Թուրքիան այսօր վերին ասճանի ձեռնտու է ռադարների տեղակայումը Թուրքիային, որովհետև սա նախ եւ առաջ հետախուզական մեծ առավելություններ է տալիս, ազդեցության մեծ առավելություններ է տալիս թե Ռուսաստանի վրա արդեն, թե Իրանի վրա, թե Իսրայելի վրա, թե Մերձավոր Արևելքի վրա, թե ինչու ոչ նաեւ Միացյալ Նահանգների վրա։ Իսկ կրկին Թուրքիան կարողանում է փաստել իր հանգուցային երկիր լինելու փաստը։ Իսկ չի վտանգում արդյոք Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես կասեի, որ այսօր թուրք-ռուսական հարաբերությունները առևտրատնտեսական են, ռազմավարական չեն։ Ինչպես Իրանի դեպքում Ռուսաստանը նույնպես քաջ գիտակցում է, որ Թուրքիան ի վերջո նրա համար ռազմավարական մրցակից է։ Նույնիսկ եթե վերցնենք ամենամոտ շրջանը Հարավային Կովկասը, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը երբեք մեր տարածաշրջանում չեն համընկել։ Եթե վերցնենք Մերձավոր Արևելքը, կրկին նույնը, այսինքն այսօր գազային առումով, բիզնես առումով շատ ձեռնտու է եւ եկամտաբեր է ռուսական գազը Թուրքիայի միջով վաճառել Եվրոպային եւ այսքանը վերջակետ։ Ուստի Ռուսաստանը նույնպես շատ հույսեր չէր փայփայում Անկարայի հետ։ Պարոն Շաքարյան, եթե ամփոփելու լինենք, փաստորեն մերձարևելյան տարածաշրջանը չնայած գերտերությունների անթիվ անհամար ջանքերի ոչ թե
հանդարտվում է այլ ճիշտ հակառակը։ Ավելի է սրվում եւ այդ տարածաշրջանը վերածվում է բախման, մի տեսակ շահերի բախման կենտրոնի։ Մենք տեսնում ենք, որ արաբական գարնան օրինակի վրա զարգացումները տարածաշրջանում կարող են ընթանալ անկանխատեսելի հունով 5 տարի առաջ ոչ ոք չէր ասի, որ այսօր կունենայինք այսպիսի Հյուսիսային Աֆրիկա, ուստի ես կարծում եմ, որ այո, տարածաշրջանը գնալով ավելի է դառնում անկառավարելի եւ չնայած Միացյալ Նահանգները փորձում է մտցնել տրամաբանության կամ կառավարելիության վերահսկելիության նոտաներ, ամեն դեպքում դա նրան չի հաջողվի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ Arm ռադիոյի ստուդիայում մենք զրուցում էինք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ։ Այլ թեմաների մասին։ Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել 1000 միավոր գյուղտեխնիկա։ Գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ ձեռք բերելու համար կառավարությունը նոր բանակցություններ է սկսել Հնդկաստանի հետ, լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա ներկրելու նպատակով։ Նույն նպատակով կառավարությունն առաջին անգամ բանակցություններ է վարում նաեւ Ռուսաստանի Դաշնության Ռուսագրոմաշ կորպորացիայի հետ։ Ռուս գործընկերները Հայաստանին առաջարկել են $50 միլիոն վարկային կամ լիզինգային ծրագիր գյուղտեխնիկա ձեռք բերելու համար։ Այսօրվա դրությամբ 30 տարվա մաշվածության գյուղտեխնիկան չի համապատասխանում ապահովվածության չափորոշիչներին եւ արդյունքում ստացվում է, որ տեխնիկան ֆիզիկապես կա, բայց նրա օգտակարությունը շատ քիչ է։ Այդ պատճառով էլ գյուղատնտեսության նախարարության համար որպես առաջնային խնդիր հանրապետությունում առկա գյուղտեխնիկան պարբերաբար թարմեցվում է։ Այդ նպատակով կառավարությունը դրամաշնորհային եւ արկային ծրագրեր է իրականացնում Ռուսաստանի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի կառավարությունների հետ։ Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանի խոսքով համապատասխան տեխնիկա ձեռք բերելու նպատակով արդեն իրենք հանդիպել են գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ արտադրող Ռուսագրոմաշ ընկերության ներկայացուցիչների հետ, որտեղ ռուս գործընկերների կողմից առաջարկվել է $50 միլիոն վարկային կամ լիզինգային ծրագիր։ Ռուս գործընկերների կողմից եղել է հետեւյալը, որ իրենք տրամադրում են $50 միլիոն գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ 7 տարով 5% տոկոսադրույքով։ Ներկայացում գնում է բանակցությունները, տոկոսադրույքի չափը եւ ինչ պայմաններով պետք է օգտագործենք լիզինգային ծրագիրը մեր հանրապետությունում։ Օրինակ ըստ փոխնախարարի ճապոնական դրամաշնորհներից հավաքագրված գումարներով ներկրված գյուղտեխնիկան եւ գյուղգործիքները աճուրդային կարգով տրամադրվել են հանրապետության կոոպերատիվներին եւ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին։ Այնինչ այդ process-ում կարևոր է ոչ միայն տրամադրել գյուղտեխնիկան, այլ նաև օգնությունը հասցեական դարձնել, վերահսկելով բաշխումը։ Օրինակ նման վարկային ծրագիրը Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Անդրանիկ Ոսկանյանի խոսքով միշտ չէ, որ իրենց նպատակին են ծառայում։ Գյուղապետարանը թե չունի տրանսպորտային միջոցներ, որ ինչ-որ մեծ հատկացնի կամ բան։ Գյուղացիներն ունեն մի քանիսն ունեն կոմբայն, կողքից էլ գալիս է կոմբայն ու թե ծորենը հավաքում է։ Կամ ենք գնում ենք անհատրակտորիստներին, ասում են գալիս են մեր վարուցանքսան։ Թերևս բացաշտկելու համար է, որ ինքնարժեքի 50%-ի չափով գյուղնախարարությունը նորից կկատարի գյուղտեխնիկայի գնումներ այն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու նպատակով։ Փոխնախարարի խոսքով ներկայում հանրապետությունում մոտ 900 համայնքների 70%-ը ապահոված է գյուղտեխնիկայով։ Ներկայացում ասենք, որ չի բավականացնում, դա էլ ճիշտ չի լինի։ Գոհություն ունի ներկայացում մաշվածության չափ։ Այսօր մեր առաջի խնդիրն է, որովհետեւ գյուղտեխնիկան եւ գյուղգործիքները հանրապետությունում բարբերաբար նորացնենք, որովհետեւ կորուստները քիչ լինի։ Իդեպ փոխնախարարի հավաստման վերջին 10 տարիների ընթացքում ներմուծվել է 1000 միավոր գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ, որոնք ձեռք են բերվել արտերկրից ստացված դրամաշնորհների հաշվին։ Լուսինե Նորեկյան, Arm Radio։ Հայաստանում թեև այս պահի դրությամբ չկա գրիպի համաճարակ, սուր շնչառական վարակն այս եղանակի համար բնական երևույթ է։ Այդուհանդերձ չի կարելի վստահ լինել, որ իրավիճակը կմնա անփոփոխ ու բնական հաջորդ շաբաթների ընթացքում։ Arm Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լեան Նաթորոսյանը։ Մասնագետը տեղեկացնում է, որ Հայաստանը որպես առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկիր սուր շնչառական վարակների կանխարգելման նպատակով պարտավոր է յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում մոնիտորինգ անցկացնել։ Ստացված արդյունքները տեղադրվում են ԱՀԿ-ի անդամ երկրների համացանցային պլատֆորմում։ Իրավիճակի սրման հետ կավելանա նաև անցկացվող հետազոտությունների քանակը դառնալով օրեկան, նշում է Լեան Նաթորոսյանը։ Առողջություն։
Այս մաղթանքը այս ամիսների համար ասել է, թե գրիպի սեզոնի համար թերևս ամենաարդիականն է։ Հոկտեմբերի ընթացքում սուր շնչառական վարակի դեպքերը ամբողջ հանրապետությունում շաբաթական չեն գերազանցել 2500-ը։ Այս թիվը առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի խոսքով նորմալ է։ Մասնագետը նկատում է, որ գրիպի եւ սուր վարակների ավելացում չի նկատվել նախորդ տարիների հետ համեմատած։ Լիանա Թորոսյանը ընդգծում է նաեւ, որ գրիպի չտարածմանը դրական է ազդել նաեւ դպրոցական աշնանային արձակուրդը։ Ամեն դեպքում առողջապահության նախարարությունը կազմակերպում է եւ իրականացնում է բոլոր կանխարգելիչ միջոցառումները։ Եղանակային պայմանները ջերմաստիճանը նվազում է։ Մենք երկուշաբթի օրվանից նաեւ նախատեսում ենք սկսել օրական մոնիտորինգը մանկական նախադպրոցական կազմակերպություններում եւ դպրոցներում, որը ինքնին նպատակ է հետապնդում սուր շնչառական վարակներով երեխաներին հայտնաբերել, տուն ուղարկել եւ ջերմային մոնիտորինգը սկսել, որպեսզի կարողանան օպտիմալ ջերմաստիճանային պայմաններում կազմակերպել դասընթացները։ Իսկ գրիպի կանխարգելման համար առաջին նախապայմանը հիվանդ մարդու հետ շփման նվազեցումն է, կամ էլ գոնե 2 մետր հեռավորության ապահովումը։ Կանխարգելման համար Լիանա Թորոսյանը թվարկում է նաեւ այլ անհրաժեշտ միջոցառումներ։ Ինչ անել, որպեսզի չհիվանդանալ։ Դա եղանակի համահունչ հագնվելն է, առողջ սնունդ եւ առողջ ապրելակերպ վարելն եւ իդեպ բավականին հաճախ պետք է այս սեզոնի ընթացքում օգտագործել հեղուկներ։ Դա կլինի հյութերի տեսքով, թեյերի տեսքով, կոմպոտների տեսքով։ Ինչ ենք սովորաբար անում, եթե այնուամենայնիվ արդեն իսկ նկատվում են գրիպին հատուկ նախանշաններ։ Ինքնաբուժմամբ եմ զբաղվում։ Կոլդրեքս եմ խմում։ Խմում եմ թեյ, ցանկալի ամալինայով, լիմոն, որպես վիտամին C, նախնական փուլում այդքանը։ Ոչի բան չեմ անում, չէ։ Փորձում եմ դեղաբույսերի, թեյի միջոցով, եթե չի օգնում, արդեն բժշկի մի է։ Այնինչ մասնագետի խորհուրդն է դիմել բժշկի, ոչ թե ձեռքը մեկնել դեղահաբերին։ Կարծրատիպ կա մեր բնակության շրջանում։ Եթե մի փոքր քթից հոսում է կամ ինչ որ թուլության զգացում կա, բոլորը սկսում են խմել անտիբիոտիկներ։ Ինչ որ մեկը խորհուրդ է տալիս, որ գիտեք, այստեղ խմեցի անտիբիոտիկ, ինքը շատ ոչ, գրիպի հարուցիչ է, ինքը վիրուս է։ Իսկ վիրուսի վրա անտիբիոտիկները հակաբիոտիկները չեն ազդում։ Վիրուսի վրա ազդում են հակավիրուսային պատրաստությունները, դեղորայքը։ Այսինքն բացարձակ օրգանիզմին օգուտ չի բերում այդ հակաբիոտիկների այսպես մեծականակ ուրեմն օգտագործումը եւ կարող է նույնիսկ դա ավելի շատ բարդացնել տվյալ անձնավորության ուրեմն վիճակը։ Լիանա Թորոսյանը փաստում է, որ անհնար է կանխատեսել սուր շնչառական վարակի ընթացքը եւ հետագա խորացումը։ Ուստի կոչ է անում հետեւել բժշկական խորհուրդներին։ Իդեպ բժշկական հաստատություններում արդեն իսկ կան բուկլետներ, որոնք անհրաժեշտ տեղեկություն են հաղորդում, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել գրիպից խուսափելու եւ առողջ լինելու համար։ Սոնա Կարապետյան, Ալմարադիո։ Թողարկման այս հատվածում սպորտային լուրեր Հրայր Նազարյանի հետ։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, բարձրական լուրերով ձեզ հետ է Հրայր Նազարյանը։ Լսեք այսօրվա թողարկման ընթացքում։ Արոնյանը մնում է երրորդը։ Արտուր Աբրամը մտադիր է հաջորդ տարի նորից թագադրվել։ Թումասյանի անհասկանալի հայտարարությունը։ Վախճանվել է ֆուտբոլի ասպետը։ FIFA-ն անվանեց տեխնացուներին։ Այժմ այս ամենի մասին ավելի մանրամասն։ Լևոն Արոնյանը նոյեմբերի 1-ի դրությամբ պահպանում է երրորդ դիրք շախմատի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային դասակարգման սանդղակում։ 2802 անհատական գործակից ունեցող հայ գրոսմաստերին վարկանիշով գերազանցում են նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը։ Առաջին տասնյակում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Վասիլի Իվանչուկը, Վեսելին Տոպալովը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Մորոզեվիչը եւ Հիկարու Նակամուրան։ Գրոսմաստեր Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր նվաճեց Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում ավարտված շախմատի միջազգային փառատոնի կայծակնային մրցաշարի 3-րդ մրցանակը։ Նա միայն կես միավորով հետ մնաց հաղթողից ադրբեջանցի գրոսմաստեր Ռաուֆ Մամեդովից։ Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը վաստակեցին 6.5 միավոր։ Իդեպ Ինանցը միակ մասնակիցն էր, որ պարտության մատնեց Մամեդովին։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին։ WBC առաջին միջին քաշային կարգում մինչև 69.9 կիլոգրամ արծաթե գոտու տիտղոսակիր Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ Թաքերվիլ քաղաքում անցկացրած մենամարտում հաղթել է կոլումբիացի Ռիչարդ Գուտիերեսին։ Մարտիրոսյանը, որ տակավին անպարտելի է մնում ռինգում, 10 ռաունդների ընթացքում հաղթել է 190 եւ 99-91 հաշվով։ Հաղթանակից հետո Մարտիրոսյանը հայտարարել է հաջորդ անգամ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ մենամարտելու մտադրության մասին։
Իսկ հա պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում IBF կազմակերպության վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արտուր Աբրահամը նախատեսում է 1 տարուց վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2012 թվականի հունվարին մտադիր եմ ռինգ վերադառնալ։ Առայժմ հանդես կգամ մինչև 75 կիլոգրամ քաշային կարգում։ Քաշային կարգի հարցը կհամաձայնեցվի մրցակցիս հետ, որի անունը դեռ հայտնի չէ, սակայն հակառակորդս պետք է արժանի բռնցքամարտիկ լինի համաշխարհային դասակարգման ցուցակի լավագույն տասնյակից։ 1 տարուց ես կրկին աշխարհի չեմպիոն կլինեմ, Աբրահամի խոսքերը մեջ բերել է Բիլդը։ Եկատերինբուրգի Ուրալ ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը հուսով է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում նորից հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Թեպետ նրա հայտարարությունը տարակուսանք է առաջացնում, քանզի Թումասյանը հասցրել է անտեսել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախորդ հրավերները։ Դրանից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր հերթին հայտարարել էր, որ քանի դեռ ինքը գլխավորում է ֆուտբոլի ֆեդերացիան, Թումասյանը հավաքական չի հրավիրվի։ Իսկ հա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 10 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը, որին մասնակցում էին 4 թիմեր։ Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ 6 միավորով առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը, որի խաղացողները կազմում են Հայաստանի մինչև 10 տարեկանների հավաքականի կորիզը։ Հաջորդ տեղերում են հանդբոլի մարզադպրոցի թիմը, Լեռնային Ղարաբաղի եւ Վանաձորի հավաքականները։ Առաջնության մրցաշարային աղյուսակը կամփոփվի նոյեմբերին նախատեսված եզրափակիչ փուլից հետո։ Անդրադառնանք միջազգային լուրերին։ Հունգարիայում 70 տարեկանում վախճանվել է 1967 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ոսկե գնդակի մրցանակակիր Ֆլորիան Ալբերտը։ Ալբերտն իր ողջ կարիերան անցկացրել է Բուդապեշտի Ֆերենցվարոշում։ Մահվան պատճառները չեն հաղորդվում, սակայն Associated Press-ի տեղեկացմամբ նախորդ շաբաթ նա սրտի վիրահատության է ենթարկվել։ Հարազատ ակումբի կազմում 1958-75 թվականներին նա անցկացրել է 537 հանդիպում, խփել 383 գոլ եւ դարձել Հունգարիայի քառակի չեմպիոն։ 2007-ին Ֆերենցվարոշի մարզադաշտն անվանվել է հարձակվողի պատվին։ Հունգարիայի ազգային հավաքականում Ալբերտը անցկացրել է 75 հանդիպում, դառնալով 31 գոլի հեղինակ։ Նա մասնակցել է նաև 1962 եւ 66 թվականների աշխարհի առաջնություններին, իսկ 1960 թվականի օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե մեդալների։ FIFA-ն եւ France Football-ը հրապարակել են տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված ոսկե գնդակ մրցանակի 23 թեկնածուների վերջնական ցանկը։ Պատվավոր պարգևին առավել շատ հավակնորդներ է ներկայացրել իսպանական Բարսելոնը, որի 8 խաղացողներից յուրաքանչյուրը 2012 թվականի հունվարի 9-ին կարող է մրցանակի դափնեկիր դառնալ։ France Football-ը պատրաստվում է պարգևատրել նաև մրցաշրջանի լավագույն մարզիչին։ 2011 թվականի արդյունքներով ճանաչման դափնուն հավակնում են Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ինչպես նաև նրա ոչ պակաս անվանի գործընկերներ Ալեքս Ֆերգյուսոնը, Անդրե Վիլաշ-Բոաշը, Ռուդի Գարսիան, Խոսեփ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպը, Յոահիմ Լյովը, Արսեն Վենգերը, Ժոզե Մաուրինյուն եւ Օսկար Տաբարեսը։ Տարվա լավագույն մարզիչը նույնպես հայտարարվելու է հունվարի 9-ին։ Շվեյցարական Սիոն ֆուտբոլային թիմի ղեկավարությունը UEFA-ի դեմ բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով, պնդելով, որ իրենց անարդարացի են զրկել Եվրոպայի լիգա մրցաշարին մասնակցելուց։ Բանն այն է, որ շոտլանդական Celtic-ի հետ ընտրական խաղում շվեյցարացիների կազմում հանդես են եկել չհայտավորված ֆուտբոլիստներ։ Եվրամիության հանձնաժողովը համամիտ չէ Սիոնին որակազրկելու UEFA-ի որոշմանը եւ UEFA-ին պարտադրել է քայլեր ձեռնարկել Սիոնին Եվրոպայի լիգա վերադարձնելու ուղղությամբ կամ էլ մինչև մրցաշարի ավարտը օրական 1000 շվեյցարական ֆրանկ տուգանք վճարել շվեյցարական թիմին։ Խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի նոյեմբերի 24-ին։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ այսօր Արմ ռադիոյի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։